Սիրելի հայրենակիցներ, 3 ժամ տևած նիստի մասին պարոն Վարդևանյանը հեսա կներկայացնի ինչն է նիստի բնույթը։ Հիմնական նիստի բնույթը մի բանի մեջ է։ Արդյոք դատարանը կգնա ժողովրդավարության ուղղով, որ Սամվել Կարապետյանը կարողանա մասնակցել նախընտրական քարոզարշավին։ Արդյոք Սամվել Կարապետյանը մասնակցելու է նախընտրական քարոզարշավին, լինելու է բոլոր քաղաքներում, թե ոչ։ Այսօրվա գլխավոր հարցը սա է։ Դատախազությունը ցանկանում է 3 ամիս երկարացնել տնային կալանքը։ Որովհետև 3 ամսվա իրենց հույսը այն է, որ կխոչընդոտեն Կարապետյանին շփվել իր ժողովրդի հետ։ Հիմնական նպատակը այս ամբողջ process-ի մենք հիմա տեսնում ենք տնային կալանքի երկարաձգման process-ի, տեսնում ենք խոչընդոտումն է Կարապետյանի եւ ժողովրդի շփման, որովհետև նրանք գիտեն, որ երբ Կարապետյանը սկսի Հայաստանի քաղաքներով, Հայաստանի գյուղերով գնալ, ժողովուրդը կտեսնի, ժողովուրդը կհավատա, հույս կունենա եւ այդ հույսը կբերի մեծ փոփոխություն, ինչպես նշեցին։ Այո! Վախը շփման մեջ է, որ Կարապետյանը կշփվի իր ժողովրդի հետ, բայց նիստը այսօր 3-4 ժամ հետո դատավորը հետաձգեց 2 օր հետո։ Ինչպես դատարանի դալիճում ասեց փաստաբան Լիանա Գասպարյանը դատավորին ուղղված իր ելույթում, ասեց, որ ձեր որոշումը սոսկ դատական որոշում չէ։ Սա կարևոր որոշում է, որը ազդելու է հայ ժողովրդի ապագայի վրա։ Պատմական նշանակություն է ունենալու ձեր որոշումը հայ ժողովրդի ապագայի վրա։ Երկու օրից տեղի կունենա շարունակությունը, հուսով ենք դատավորը լինելով հայ մարդ կանի հային վայել հետևություններ։ Մեր ժողովրդին այս կարևոր ջրբաժանի ժամանակ մեծ փոփոխություն կլինի, եթե Սամվել Կարապետյանը լինի մարդկանց մեջ, հնարավորություն ունենա մասնակցել քարոզարշավին։ Սա պատմական փոփոխություն կլինի։ Այո! Շնորհակալ եմ բոլորիդ հետ, որ ներկա եք այսօր այստեղ, գիտակցելով այն պատասխանատվությունը, որ մենք բոլորս ունենք մեր ազգի առաջ։ Գիտակցելով, որ այս ճանապարհը սկսել ենք ու գնում ենք մինչև վերջ, երկրորդելով բոլոր սեփական հետաքրքրությունները առաջին տեղում դնելով մեր ազգի ընդհանուր շահը։ Շահն է ունենալ ուժեղ երկիր։ Շնորհակալ եմ։ Պարոն Վարդևանյանը ողջուն ենք մեր գոհարին, գիտեմ ողջունել ենք հաստատ։ Վերջինեին ողջունենք, այստեղ է վերջինեն, թե վերջին։ Ողջունենք ու նենց անենք, որ վաղը մյուս օր չամաչենք այն ինչ, որ 3 տեղ ունեցավ, դրանից չամաչենք ապագայում մեր ժողովրդի հետ, մեր ընտանիքների հետ այսպիսի բան չկատարվի, որ անիմաստ, առանց հիմքի, անօգուտ վարժություններով ուղղակի
մարդկանց ընտանիքի հանդորը լրիվ խախտում են։ Ինչի համար, որ իբր ուզենան իշխանության մնան, թող իմանան, որ այսպես իշխանության չեն մնալու։ Հայերը դեր ունեն եւ 1000 տարել ունենալու են կանանց հանդեպ այն հարգանքն ու վերաբերմունքը, իրենց ընտանիքի հանդեպ այն հարգանքն ու վերաբերմունքը, որ կարող է շատ խիստ վերաբերմունք փոխեն այն մարդկանց հանդեպ, ով ոտնձգություն կանի եւ կարմիր գծեր կհատի։ Շնորհակալ եմ բոլորից այստեղ լինելու համար։ Շնորհակալ եմ։ Մինչև վերջը